այսօր մենք նայել ենք 3 հիվանդ, 3-ը տարբեր տեսակի դեմենցիաներ, մեկը կասկածում ենք կլինի նորմոտենզիվ հիդրոցեֆալիա, եթե մենք դա հաստատենք, դեմենցիան կար եւ կարողանանք բարենպաստ պայմաններում իրեն ուղղորդել նյարդավիրաբույժներին շունթավորեն, փորոքի ցեղուկը անեն, հետ կաճի այս հիվանդությունը։ Մյուս Ալցհեյմերով հիվանդ էր, որը արդեն անիմաստ է ինչ-որ բան անել, այնքան ուշ են դիմել բժշկի, որ պապիկը ոչ անունն է հիշում, ոչ ազգանունը, սակայն իրեն առաջի դասարանի դասատուի անունը մեծ սիրով Լյուբով Պետրովնային հիշեց։ Տենց էլ է լինում, որտեղ երկարատև հիշողությունը մնում է, կարճատևը բացարձակապես կորցնում է։ Եվ անոթային դեմենցիա, ինսուլտներ տարած մի այլ անձ, որը հիշողությունը այդքան կոպիտ չէր ախտահարված, բայց շփոթված տարբեր զույգ կոշիկ էր հագած, ամենագործունությունն է ախտահարված, դժվարություններ ունի իր սեփական անձը սպասարկելու, դժվարություններ ունի ճաշը սարքելու եւ տղան բողոքում է, որ մամայից տոլման, էլ մամայից տոլման չի։ Եվ դա է նա նկատել։ Իմիջիայլոց այդ ժամանակը շատ կարեւոր է։ Եթե մի բան աճում է շատ արագ, երեք այսօր վաղ արդեն տարբերություն կա, դա դեմենցիան չի, դա Ալցհեյմերը չի։ Այստեղ պետք է պատճառման գալ, ուղեղի ուռուցք, սուր զարգացող էնցեֆալիտ, բորբոքում, ինսուլտ, ինչու է ոչ։ Իսկ եթե կես տարվա մեջ նկատում եմ ոնց է, հետս հետ է փոփոխվում, ծերանում, դա հստակ դեմենցիան է։ Դրա համար ախտորոշումն էլ ազնիվ չի լինում, եթե մի զրույցով մենք ախտորոշենք, ասենք սա Ալցհեյմեր է, ոչ մի անգամ պահանջում է դիտարկում, եւ այդ դիտարկում եւ հետազոտություններ։ Ամենահեշտը, ամենաառաջինը անշուշտ վիզուալիզացիան է, MRT-ն է։ Այսօր Փարթիրոջը Հայաստանը այնքան բազմակի MRT-եր ունի, որ ամենապրիմիտիվ ուժգնության MRT-ն էլ թույլ է տալի ախտորոշենք ուղեղի հյուսվածքի ախտահարումը, նեյրոդեգեներացիայի արկայությունը, արդյոք կա թե չկա։ Լավ գիտենք, որ մեր հիշողությունները տեղավորում ենք հիպոկամպերում, այդ օրինալ կեղևում, եւ մենք կարող ենք հստակ այդ օջախները նայել MRT-ի պատկերի վրա։ Ճիշտ ենք հասկանում ձեզ, որ հնարավոր է դեմենցիան ախտորոշել այդ եղանակով։ Սա կոմպլեքս հետազոտություններ է, որը պարտադիր պրոտոկոլային պետք են դեմենցիա ախտորոշման համար։ Մարդը ունի խնդիր, որը պայմանավորված է ճակատային բլթի ուռուցքով, եւ բժիշկը պետք է որոշի, որ հետազոտությունով պետք է մենք բացառենք կամ հաստատենք վարքի խանգարումը։ Արդյոք տատին չարացել է, տատին խնդիր ունի։ Եվ ընտորինալ կեղևի ատրոֆիան եւ հիպոկամպերի ատրոֆիան, որոնք հստակ կարելի անգամ չափումներ անել եւ դինամիկ հսկողությամբ ցույց տալ ինչքան են նրանց ծավալը փոքրանում, դա ախտորոշմանը նպաստելու է։ Եթե քաղաքակիրթ երկրներում պարտադիր հսկվում է զարկերակային գերճնշումը, խուսափում ենք ինսուլտից, ինֆարկտից, եթե մենք կարողանում ենք կազմակերպել համապատասխան հետազոտությունները, բարդությունները կանխարգելելու համար, ապա այս կարգի դեմենցիաները չեն զարգանում։ Մենք զերծ ենք մնում սրանից, ինչը մեր մոտ ցավոք սրտի մեծ խնդիր է։ Բացի դրանից, այլ հիվանդություններով պայմանավորված դեմենցիաները եւս քիչ չեն։ Շաքարային դիաբետի ժամանակ լինի, դիալիզով հիվանդների, երիկամային անբավարարությունով, քրոնիկական, այս բոլորը քայքայում են նյարդային հյուսվածքը։ Քայքայված նյարդային հյուսվածքի նշաններից մեկը լինելու է դեմենցիա։ Արդյոք կարելի է կանխարգելել անոթային դեմենցիան։ Միանշանակ այո, եւ այսօր մեր գլխավոր նպատակը, երբ որ հիվանդին բացատրում ես, որ եղբայր դու ունես արդեն խնդիր եւ մենք տեսնում ենք դու ունես միկրոանգիոպաթիա կամ գլխուղեղի բազմակի իշեմիկ լակունար օջախներ, հաջորդ քայլը լինելու է դեմենցիայի զարգացումը։ Դեղ պետք է խմես, դեղը ճնշումիջացնողն է, կարգավորողն է, խոլեստերինի դեմն է, հարունը ջրիկացնողն է, պարտադիր։ Հիվանդը սովորաբար այսպես, բժիշկ քո խաթր մի շաբաթ դեղը խմեցի, լավ, մի ամիս խմեցի, հո ես հիվանդ չեմ, այսօր հիվանդ չես, այսօր դու 40 տարեկան ես, ճնշումդ 200-ը 120-ի վրա է, դեռ չէ զարգացել մեծ ինսուլտ։ 50 տարեկանում, երբ որ արդեն անոթների կարծրացումը, խոլեստերինով պատված, խանգարված արյան հոսքը բերելու է տրոմբոգոյացման եւ բերելու է իշեմիկ ինսուլտի, արդեն լինելու է ուշ, որտեղ դրա հաջորդ քայլը բացի թուլությունից լինելու է դեմենցիա։ Ինչ եք կարծում, դրանով պիտի զբաղվի առաջնային օղակը, թե այնուամենայնիվ նեղ մասնագետը։ Դեմենցիայի խնդիրը մուլտիդիսցիպլինար է։
մի հոգով չի լինելու ստեղ։ Պետք է լինի եւ ընտանեկան բժիշկը, որը պարտավոր է լինելու հսկել նրա վիտալ վիճակը, պետք է լինի նյարդաբանը, որը պարտավոր է լինելու հսկել նրա ուղեղի սնուցումը, զարգացումը եւ մնացածը, պետք է լինելու հոգեբուժը, որ կարիքի դեպքում ճիշտ կողմնորոշվի եւ այդ փսիխոտիկ փոփոխությունների վրա ազդի, պետք է լինելու սոցիալական աշխատողը, որ կարողանա կարգավորի եւ այլ, այսինքն մեկ մասնագետով մենք չենք ավարտվելու։ Ինչու է ոչ, օստեոպորոզն է այստեղ, վայրընկնելն է, փշրվելն է, եւս ավելի ծանր բեռ դառնալն է, հիվանդը չի գիտակցում, որ իրան չի կարելի այսպես անել, վայր է ընկնում, կոտրում է այդ կոնքազրային հոդը, նորմալ գիտակցության դեպքում նա գիտի խելոք, որ 40 օր պետք է պարկի, դեմենցիայով տատիկին կամ պապիկին արի բացատրի, որ դու 40 օր պետք է, ինքը մյուս կողքի վրա է ընկնում, կոտրում մյուս հոդը, եւ այդպիսի դեպքեր շատ ունենք։ Այսինքն ամբողջ խնդիրը մենք պետք է տեսնենք թիմային աշխատանքի եւ մուլտիդիսցիպլինար մոտեցման մեջ։ Գոյություն ունեն ժառանգական ֆակտորներ, որոնց դեպքում նեյրոդեգեներատիվ հիվանդությունները ավելի արտահայտված են լինում, ավելի հաճախ են հանդիպում։ Այսպես կոչված ԱՊՕ-ի սպիտակուցներն են, եւ այսօր Հայաստանում ԱՊՕ-ի 3, ԱՊՕ-ի 4-ը արվում է, բարեբախտաբար։ Բայց գիտեք ինչն է հետաքրքիր, երբ որ ուղղորդում ենք այս հետազոտությունը անելու, բացառելու ժառանգական բնույթը, զավակների մեծ մասը ասում չենք ուզում իմանանք։ Այնինչ, եթե իմանում է, որ ունեն ժառանգական խնդիր, այսօրվանից պետք է իրենց կյանքում բան փոխվի։ Կանխարգելում հնարավոր է այդ դեպքում թարգել, ֆիզիկական ակտիվություն, նիհարել, կյանքի ուրախությունը խորովածի մեջ չի, ալկոհոլի մեջ չի, ճիշտ առողջ ապրելակերպը որդեգրելով, դու կարող ես հետաձգել դեմենցիայի զարգացումը։ Բան ավելային, թե համեմատելու լինենք Հայաստանի եւ աշխարհի իրողությունները, իհարկե զարգացած երկրների, տարբերությունները հիմնականում որտեղ են, խնամքի մասով, գուցե կա, իսկ բժշկության մեջ ինչ են առաջարկում մենք մեր բուժառուներին։ Նույն դեղորայքը ինչ կա Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Եվրոպայում կա Հայաստանում։ Իրականում ամբողջ պատասխանատվությամբ ասում եմ, հիմնական դեղորայքը, որոնք ցուցված են այս հիվանդությունը բուժելու, կառավարելու, հսկելու, նրանք ամբողջովին Հայաստանում ապահովված են, ազատ վաճառքում են եւ դեղատներում կա, ոչ մի դեղի անուն չեմ էլ պատրաստվում ասել, որտեղ դա բժշկի գործը պետք է լինի, անշուշտ, որը պետք է ճիշտ դեղը ընտրի կոնկրետ տվյալ դեպքում, տվյալ հիվանդի համար։ Սակայն Ամերիկայի Միացյալ Նահանգներում գոյություն ունեն բազմաթիվ այդպես կոչված կազմակերպություններ, խնամքի տներ, կամ ծերերի խնամքի տներ, որտեղ այս հոգսը պետությունը կամ հասարակությունը վերցնում է իր վրա։ Դեմենցիան բուժելու համար միշտ գոյություն է այդպես կոչված թերապևտիկ պատոհան, որը քամու ժամանակ ոնց արագ պատոհանը փակվում։ Եթե ախտորոշեցի արագ փակվում է, պետք է շտապել